Սիրունիներ և բարոններ, հարիլույս, ասիգա մեր 10-րդ երամսյակն է, այսինքն շատ հբարդ եմ, որ հոս հասա և գուսամ դագավին շարունակել մինչև որ գարենամ միան թուրսեն թիդել կամ օգտագարելալ, բայց հիմա շատ ուրախ եմ, որ 10-րդ չի նշանակել 10 տարի, կնշանակե 5 տարի, որտև դարին 2 անգամ կհանդիպենք։ Ամենայն թևս, այսօր մի ներկայացնեմ ես 2026-ի դարետարցները և դարելիցները։ Հիմա նայենք ինչ է դարբերությունը, հիմա կխոսենք այդ մասին։ Դարետարց և դարելից նույն բանը կնշանակեն, այսինքն դարիմը լմնցավ։ Սակայն ժամանակի ընթացքին դարետարցը եղած է ողջուցը դոնելու համար, այսինքն եթե մեկը դակավին ողջ է, անոր դարին, որ կդարձնե հաջորդին, անիկա դոնելու համար է։ Դարելիցը դարին լեցվեցավ կնշանակի մերածի համար է, յետև այսինքն, ուրեմն իր մահվան դարին լեցվեցավ, ասկան, ուրեմն այս տարի դարելից և դարետարց 2026 բավական խոշոր թիվը դարետարցներու և դարելիցներու խոշոր թիվ ունիմ, այսինքն մոտավորապես 20 դերևս։ Հիմա պետք է ճշտեմ, որ ասոք գլոր թվականներն են, այսինքն գամ 5-ով գվերջանա դարետարցը, գամ 0-ով։ Այլապես շատ ավելի գա, եթե փորձենք գտնել։ Այս տարվան կարևոր թեմքերեն են Հրաչյա Աջարյան, որում մասին Տիկին Իսկենյանը մեզի խոսեցավ, ծնած 1876-ին, մահացած 1953-ին։ Ծննդյան 150-րդ տարետարցն է։ Հոս կուզեմ նշել, որ վերջերս, վերջին քանի տարին չէ, վերջին 10 տարին դերևս, ամյակ փարը սկսած է կործածվին իբրև քոյական, այսինքն իբրև դարետարց։ Ամյակը գդոնենք կոր, ամյակը չի դոնվիր, ամյակը միան թիվի մի ետև գերտա, 90 ամյակ, 100 ամյակ, 10 ամյակ, ամյակը առանցին փարմը չի կրնարըլալ։ Ուրեմն ասիկա կուզեմ նշել ծեզի։ Երկրորդը Միսակ Մեծարենցը, 1886-1908 ծննդյան 140-րդ դարետարցն է։ Հակոբ Մնցուրի 1886-1978 ծննդյան 140 ամյակը։ Զավեն Բիբերյան 1921-1984 105 ամյակ։ Ռոբեր Ադեջյան վերջերս մերավ 100 տարեկան պիտի ելար։ Ծննդյան գրեթե 100 հասավ, բայց չհասավ։ Վասկեն Շուշանյան մահվան 85 ամյակն է աստարի, 41-ին մահացավ։ Լևոն Շանթ մահվան 75 ամյակն է աստարի, 1951, և վերջինը Համաստեղ 1966-ին մահացած է, 60 տարի առաջ։ Հիմա այս անունները իրար ետևե շարեցի, որովհետև այս անուններում պիտի չանդրադառնամ այսօր։ Այն պատճառով, որ այս կամ այն ցևով այս մարդոց մասին խոսած ենք այստեղ, կամ ընդարձակ, կամ մասնագի։ Ուրեմն այսօր ով ներկայացնեմ։ Շուշանիկ Կուրղինյան։ Գրեթե անծանոթ անունը մեզի արևմտահայերուս համար։ Այն պատճառով, որ արևելահայ բանաստեղծուհի է։ Աղջիկնության անունը Փոբոլջյան, եթե գուզեք գիտնալ։
Փոբոլջյան Փյուր B.J. Շուշանիկ Կուրղիմյան ծնած է 1876-ին Ալեքսանդրապոլ ուր է ադիգա Գյումրի այսօրվան Գյումրին է Ալեքսանդրապոլը աղքատ կոշկագարի աղջիկ մներ մեծած է շատ դժվար պայմաններով ինքը գբատն է որ շատ բզդիգության ըմփոստ էր ինչս էլ է ըմփոստ Եվ ուրեմն հայրը, որբեսի աս աղջիկը գարքի բերե, զինքը գդանի կանցնե մայրաբետներու։ Գիտեք, ասիկա սովորություն էր ժամանակին, քիչ շատ չար դղամը վարտաբետներուն կով գղրգեին։ Մեկ տարի հոն գտիմանա հազիվ, չի կալեր, գուկայի հետ և գմտնե Ալեքսանդրապոլի Արգուտյան դպրոցը, աղջիկներու դպրոցը և մի քանի աղջիկներու հետ գգազմե առաջին հնչագյան օրյորտներու խումբը։ Գադակ չէ։ Գադակ չէ ասի։ Այն ադենվա համար գադակ չէ, որդև ըմպոստ աղջիկ էր։ 1907-ին նոր Նախիջևանի մեջ, որ այսօր գոչվի Դոնի Ռոստով, լույս կդեսնե իր պանաստեղծություններու առաջին հադորը, Արշալույսի ղողանչներ։ Հադորեն այդ օրերուն, գրադարակ 1907-ին, 10 տարի հետ ամերիկացի գիմը, որ հետաքրքրված էր ռուսական և հայկական գրականությամբ, Alice Stone Blackwell, գտարկման է իր մե պանաստեղծությունը, որ գոչվի Արձվի սերը, Արձվին սերը, The Eagle's Love, Քիրկը Alice Stone Blackwell-ի արցանց կա գրնակ դանլոդ ընել, գոչվի Armenian Poems, Alice Stone Blackwell։ 1921-ին Շուշանիկը գաստատվի խորհրդային Հայաստան և հոն գաբրի մինչև իր մահը 1927-ը։ Իր ամբողջ կյանքի ընթացքին Շուշանիկ գաբի մեջ եղած է ժամանակագից իր ժամանակ ապրող գրողներու և արվեստագետներու հետ, այսին ինքն իր գլխուն չապրած։ Օրինակ Ավետիք Իսահակյանի հետ, Վրտանես Փափազյանի հետ, Հովհաննես Թումանյանի հետ, Հրանտ Նազարյանի հետ, իր քերեզմանը այսօր գտնեք Գոմիդասի անվան բանթեոնը Երևանի մեջ, այնտեղ ուր նշանավոր մարդիկ տաղված են։ Իր բանաստեղծությունները գարձարձեն, գահանեն մեջտեղ, գխոսին, խոնար տասերու, աղքատ, ընչազուրկ, անոնք որոնք ինչք չունին, թիմակրաված անիրավությունները և զրգանքները։ Շուշանիկի մասին օր մարանցին տասմը միլիին եմ, որդև արժի ասկնոչ մասին քիչ խոսիլ։ Ուրեմն ավասիկ Շուշանիկը հոսք դեսնեք Արշալույսի ղողանչները առաջին հրատարակություն և ասկոմը ապրել եմ ուզումը իր բանաստեղծություններեն մեկուն վերնակիրն է, որ Հայաստան ծնած մտավորական գիմը, որ ամերիկյան համասարանի մեջ կտասամանթե Շուշան Ավակյանը թարգմանեց Արշալույսի ղողանչները և ուրիշ բանաստեղծություններ հավաքեց և թարգմանեց I Want to Live անունով հադորինը մեջ, որ լույս տեսավ 2005-ին։ Քիրկը գտնվի Ամազոնի վրա, եթե ուզեք ունենալ։ Հիմա ձեզի նմուշ մտալու համար իր բանաստեղծություններեն Փանվորի երգը, հարաճ, արդեն գսկակ շունչը, հարաճ, միշտ հարաճ, անգցի կերության
գաշկանթող շղթան, քերություն, ստրգություն։ Այսօր թե վաղը մերն է հաղթանակ սուրբ ազատության։ Չէ որ ծնունդ ենք ցուրտ նգուղների, նգուղը մարանն է, seller, անհաց, ասպարը մինչև իր կով չէի դեսած, անհաց, առանց հացի, ու կաղցած անոտի, դարաբանքների դանչանքի սալին, սալը այն երգատն է, դապակ ուր մուրջով երգատը գծրեն, ուրեմն դանչանքի սալին գրած ու գոպված, չէ որ անցել են կյանքի ջահիջով, մենակ դարակիր, կտեսնեք որքան դանչված տասագարքի, իրավազրկված իրավունքները գործընծուցած տասագարքի մասին խոսի, ուժեղին հլու վզերս ծրած, վզերս այսին մեր վիզերը, որպես պերնագիր, վայելուչ կյանքի չեղանք մասնագից, կծուց խեղջ ու մրոդ մուրով ծածկված, դիրողի համար մանուկ հասագից թշվար մնացորդ, փավ է ընկերներ, լեզուն comrades, հեղափոխության լեզուն է, ռուսական հեղափոխության լեզուն է, comrades, բարզենք գոշտացած մեր չլոդ, չղուդ ծերքերը, հարաչ համարցակ կյանքի մեծ փեմում փոխվում են թերեր։ Հեղափոխական է գինը, եւ այսպես շարք ունի երկեր։ 1906 Շուշանի Կուրղինյանը հավանաբար տասական կրոններու գարքին քիչ մորցվեցավ, բայց արժեքավոր մանավանդ իր բարզած տրոշակով արժեքավոր բանաստեղծուհի մի եղած է։ Ուրեմն մահվան 135-ամյակն է այս նշանավոր դաղանտավոր ինչ կուզեք սեմ անձականները թեզի գծկեմ բացարիք թեմք է ծնած է Ադրիանուբոլիս, այսօր կգոչվի Ադրիանուբոլիսը կգոչվի Էդիրնե։ Էդիրնեն Թուրքիո, Բուլգարիո եւ Հունաստանի սահմաններում շրջանի մեջ է, 3 շրջաններու այնտեղն է Էդիրնեն։ Հաջախած է Թաղին դբրոցը, հետո 1 տարի Էդիրնեի հունական դբրոցը։ Աբուստո կալու համար շատ կանուխեն դբրոցը գծկե, թե ակորդի մկով գմտնե 2 տարի, հոնգ աշխատի, հետո գմտնե ձխախոդի ընգերության մեջ, իպրև հաշվաբա, ինքնաշխատությամբ, անհակ ընթերցումով, չգշտացող ընթերցումով, բերած է լայն զարկացում, ձերք բերած է լայն զարկացում, դբրոցի հունարենին գողքին, սորված է լադիներեն, ֆրանսերեն, իդալերեն։ 1863-ին գուկա բոլիս և գտասավանտե սկյուդարի ջեմարանը։ Հոն իրեն աշագերտ կլա Բեդրոս Տուրյանը։ 1871-ին գտարնա եպրատ տերթի խմպակիր։ Շուտով գմտնե Հարություն Սվաջյանի մեղու տերթին խմպակրության, Հարություն Սվաջյանի ի վերջո մեղուն գանցնե իրեն։ Եվ ուրեմն ինքը մեղուին անունը գփոխե եւ գնե թատրոն։ Թատրոնի մասին չէ թատրոնը իմիջայլոց։ Ադեմը փորձած է արևդրական անլալ, կոմերսի մեջ մտնել։ Առանց հաջողության։ Գամուստանա Սատենիկ Էկմեկջյանի հետ 1879-ին ազգան նոր կիցա 2 զավակ ունեցած է Զաբել եւ Աշոտ։ Բայց ընտանիքը մնայուն ցևով մնա եղած է գարիքի մեջ։ Միշտ չէ գրծած ընտանիքին ապրուստ պետք է ասես
ապահովել։ Իր հրադարագած գործերում մեծ մասը թերթերում մեջ լույս տեսած է, իր խմբակրած, 7-8 թերթ խմբակրած է։ Ամենավերջինը գփակվի իր մահեն 3 տարի առաջ, Խիգար անունով թերթը։ Ուրեմն գմտնե գետրոնական վարժարան եւ հոն կտասավանտե դոմարագալություն, bookkeeping։ Այսինքն տեսնեք, որ հագումը թեպի արևդուր է եւ հաշվաբահություն, դոմարագալություն։ Հոն Հրաչյա Աջարյան իրեն աշակերտ կլա։ Գմանա 48 տարեկանին լալտ կուկա, 48 տարեկանին մերած է ասմարտը, տոկախտ է։ Եվ դժվարության մեջ մնացած են իր գինը եւ զավակները։ Բարոնյան իր քրություններում մեջ հավասարապես խարազանը ցերկ կանե ուեբ եւ գզարնե աղաները, բստիկ թաղականները, հոգապարծուները, խապեբով վաճառականները, գեղձավոր գղերականները, մարդու իր շրջանակի մեջ չեցկած։ Վարձկան լրակրողները, որոնք տրամի փոխարեն ոյեպան կրեին։ Մուրացկան փանաստեղծները, միտքդ բեր մեծաբադի մուրացկանները։ Վերի խավին հարուստ տասակարգին օդարամոլությունը, օդարներուն նմանելու սովորությունը, պապակը, և վարի խավին խավարամդությունը, այսին ինչ մնաց։ Բարոնյան մոդ 12,000 էջ կրած է։ Իր կրություններեն կանի մադի իշենք, կաղաքավարության վնասները, մեծաբադի մուրացկանները, հրճագավոր ապիսողոմը, ասկային չոչերը, որ կոհար մնե, ասկային չոչերը գնշանակ է ասկի մեջ երևցող բարձր տիրքի վրա գտնվող մարդիկ։ Անոնց մեկ հատին համար, անունը չեմ իշել մարդուն, բայց գրած է այսինչ ասինչյան, ձնազի ասինչ տվականին, մզգիտ մշինել դված է, մեկ պարչիգա ուրիշ, ամբոչ գյանքը մեկ տաղդասության մեջ է, մզգիտ մշինել դված է, աս ուղագ է հանջար է աս մարդը, բդույթմը բոլսո տաղերում մեջ, հոս կդեսնեք անգլերեն թարգմանությունը քաղաքավարության վնասներուն, իսկ թրքերենով լույս տեսած է բդույթմը բոլսո տաղերում մեջ, Իստանբուլ մահալլերին է բիր գեզինտի, գրած է թադերախաղեր, երկու դիրոջ մեկ ձարա, Ադամնապուժն արևելյան, Բաղդասար աղբար, բիդի չգենամ ասոնց վրա, հուսալով որ որ մգրնանք ավելի լայն գարտալ, կամ խաղալ, շողոքորդը, Սակայն միասին պիտի գարտանք իր մե էջմը։ Ուրեմն, ըստ երևույթին քիչմը պնդրդու կրի, աս քրության վերնակիրը վարժապետական ժողով է։ Վարժապետ կնշանակ է ուսուցիչ անշուշտ։ Եվ ուրեմն ըստ երևույթին, ինչպես այսօր, անցյալին ալ եկեղեցիները, որ թմրոցի դեր էին, թմրոցերուն կպատկանեին եկեղեցին, միշտ, հոսալանան գետագավին, ունեին գրթական մարմին, գրթական մարմինը գսպաղեր թմրոցի գրթական խնդիրներով, բայց գրթական մարմին կով գար վարժապետական ժողով, վարժապետական ժողովը գսպաղեր տասակիրկերով, աշակերտներուն դրվելիք տասակիրկերով, ուրեմն աս մասին է, որ ժողովը եղած է և ինքը լսած է այդ ժողովի մասին և ադիգա է, որ գկրե։ Մայդակ ուզես սկսիլ գարտալ։ Մի մորնակ, որ իր կրածադեն աշխարապարը լրիվ չեր մտած մեր լեզվի մեջ։
խառներ, կրապարը քիչ մտակավին գար։ Անցյալ գիրագի վարժապետական ժողովը գումարվել էր, բայց այս անգամ անոր անդամները մին խնդրոց կարգը փոխելով կրապարի ու աշխարհապարի խնդրով վրա վիճականելու դեղ քիրքերը այրելու խնդրով վրա խոսել էր։ Ուրեմն խնդրոց գարկը օրագարկ է, աջենդա, ժողովին գարկը փոխել է։ Եվ խնդրոց գարկը մենք հիմա գսենք օրագարկ, խնդրոց գարկ չենք գսեր, հալիևս։ Եվ ուրեմն փոխել է գարկը եւ քիրքերը այրելու մասին խոսել է։ Ինչը սեր է։ Կարակաշյան Էֆենդիի հրադարագած տասակրքերը անգրոնություն գսորվեցնեն եղեր։ Ուստի զանոնք այրելու է եղեր։ Ադ սեր է մարդը։ Այո։ Փնդրեցի ով է աս Կարակաշյանը, ուրեմն ըստ երևույթին քերականության շատ հաջող քիք մկրած է։ Դեզի մնան է Կարակաշյանն ալ այրելու է։ Որովհետև ողջ մնան է դարձյալ անանք քրքեր գհրադարագի։ Այսինքն վարբեդ է մեգուն ըսած առնելու եւ ծայրայորեն դանելու թեպի ամենեն քեշ տեսակը քեզի ցույց տալու որ ինչքան աբուշապանություն է ասիա։ Եվ դարև քերականության ոչ շատ տասակրքեր գանն է ամեննալ գրոնքի թեմեն, որովհետև ուղի խոսողը գրոնքի թեմ գխոսի։ Այս հաշվով Փափազյան Ստեփան Էֆենդինալ տապկելու է։ Վրանալ քիչ մը լիմոն սեղմելով Կարակաշյանի կովը նստելու է։ Ստեփան Պան ինչ է Նազարյան, չէ։ Փափազյան։ Ասմարտը ասկային սահմանադրություն մեր constitution-ը եկեղեցու, որ մինչև այսօր կգործածենք, ադոր մասնակետ եղած է, փիլիսոփայություն դասավանդած է, իսկապես լուսավորյալ մեկը եղած է ասմարտը, Պանոսյանը։ Ուրեմն անալ Կարակաշյանին գովտնենք տապկենք, շարունակենք։ Ասկից սատվապանության տասակրքերն ալ անգրոնություն գսորվեցնեն։ Երկու անգամ երկուքը 4 կնե եղեր։ Ինչ փաստ ունինք ցերկերնից, որով գարենանք հաստատել, թե երկու անգամ երկուքը 4 կնե։ Հայտնի է, որ ասիգա թիված մեկ քյութն է։ Թիվ սադանա։ Սադանաները գսենք նորասմանը։ Այո։ Եվ ավետարանը չսեր մեզ, թե երկու անգամ երկուքը 4 կնե։ Ուրեմն սուդ է։ Թվափաններն ալ այրելու է։ Հավը աշխարհակրության տասակրքերը ուր թողունք։ Արևը սանք կքալե եղեր, երգիրը նանք կդառնա եղեր, աշխարհս գլոր է եղեր։ Ասորբես խելմը սուտ փաներ քրված ել մեջը։ Աշակերտն անգամ զանոնք գարտան է, ալ անոր կովը գրոնք կմնա։ Գրագը քիչ մը շատ կեկ տնելու է դե, աշխարհակրության տասակիրքն ալ այրելու է, դրակները քիչ մը դակնան։ Այս ամենը այրելին ետ կարգը գուքա դբրոցներուն։ Մեկ կողմենալ ասոնք գսկսին այրել։ Մեր մնալ գնայիս, որ ասկը անսկալավես լուսավորված կլա։ Մեջացավ ասի։ Ուրեմն ոս կդեսնեմ, որ բզդիկ ասեղ մնալ գա դբրոցներուն մեջ չերուցման մասին, դակության մասին։ Որտեղ գսե որ քիրքերը վանիկ դրակը գդակնան։ Կնշանակե դրակը վերարգույով գնստին որ տասանանի մեջ։ Անալ գմտցնենք որ ադիգա այսին քանի դարի անցած է իր մահեն 135 եւ դագավին խնդանք կոր դագավին կբաղին կոր եւ խնդանք դժբախտաբար եւ որ մերավ իր կերեզմանին դեղա մինչեւ այսօր հայտնի չէ որտեւ աղկադած կերեզման մներ կարծեմ հասարակած փոս կնալալ, որ բոլոր մարմինները հոնգնետեն և չիգար, ուրեմն պարիպախտապար մեր բորսահայ համայնքը դեր գգանքնի իր արժեքներուն և 2019-ին 7 տարի առաջ շիշլիի կերեսմանադամ մեջ, ես և որ կացի չտես ատուն դեսար Բարոնյանինը, արջև է տրած են, եթե չիսխալին է արջև տրած էին Այո, արջև տրած Հագոբ Բարոնյանի դեր էլան և արցան մշինեցին և թրին արցանը աս կդեսնեք at գամարեն ներս երկար ջամպամն է, երկու գողմը շատ նշանավոր հայեր թաղված են, քրողներ, տերասաններ, ուսուցիչներ, անոր մուտքին տրած են, ներսը չէ,
մտածված է, այսինքն ուր գտնենք որ եւ ուրախ եմ որ մարդը վերջո մեկը եթե ուզե աղոթել դերը կդան որ երթա եւ աղոթե հայ երկիծապանության դիդանը գրողը Իգնասար Ասլանն է որ փանաստեղծ մնե երկու դող գրած է որ գսե Հակոբ Պարոնյան անմաության թափնե բսագը գլխին կգանքնի վեհորեն Թարերու հոսանքին թեմ եւ իր հանջարեղ ավանտը գարցականքե ու գարցանանա սերուտներու շրտներուն վրա Արժանի է Մարմինը դակն է, այսինքն թաղված է ո՞ր։ Չէ, մարմինը չեն գիտեր ուղի Չիգա 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 հուշարձան է Ճիշտ ասանք արցամ միևս կա Քերեզմանադուն եւ որ մտնես շիշլի Թայել Վարուժանին հսկայական գոտող մգա Թայել Վարուժանը գա վրան բայց անշուշտ չենք գիտեր ուր թաղված է եթե թաղված է Ավելցնեմ որ Ստեփան Պապազյանը որում մասին խոսի ուսումնական խորհրդի անդամ էր Բարոն Վիկի Լավ գրնամ հավաքել Շուշ Ինչ որ լսած եմ Հակոբ Բարոնյանը թվապանության մեջ շատ դգար եղած է հասարան եղած ադենը Բարոն Հրաժարինքը այո հրաժարին իջար թիվապանութեն է եւ ամենան գոտորագած նորա եւ վերջինքը հաշվաբահ գլա ինձ համար նորություն էր Այո փորձած է հաշվաբահություն Դոմարագալու Հայտնի է որ իր արվեստը եւ դաղանտը հոն չէր Նաև ունի Հակոբ Բարոնյանը գրած է Փարարանին Փարեգենտանը գրությունմա Փարարանին Փարեգենտանը գարչ Փարարանի նման սահմանումներ են definition-ներ են եւ բզդիկ դողեր են եւ ամեն մեկը կոմենտ մնե դխուր կոմենտ մնե օրինակ ազատություն Փույս մնե որ գտնվի Ամերիկայի գողմերը ասանք կկրե Բայց որովհետև ասանք բաներ կկրեր այսպիսի բաներ կկրեր բեդությունը անverջ իր թերթերը կփագեր անverջ մարդը մեկ թերթը կկոծվեր ուրիշ թերթ կփանար անցանք հայր Ղևոնտ Ալիշան իր ձորերը մեկը Թորներուն թորերեն մեկը Լեոնարդո Ալիշան բանաստեղծ է հիմա Ղևոնտ Ալիշանն է Լեոնարդո իր մահվան 125-րդ տարեդարձն է դարելիցն է Փանասեր բանաստեղծ թարգմանող խմբակիր պատմապան Մգրդության անունը Քերովպե 12 տարեկանին, ասիկա շշմեցուց ինձի, ընտանիքս ինք կուղարգե Վենեդիկ ուսանելու համար Մխիթարյան դպրևանքին մեջ։ 12 տարեկան դղան գղրգեն գոր օդար երգիրմը։ Գուսագրոն, Բոլիս ծնած է, Գուսագրոն վարտաբետ կցերնատրվի, Գուսագրոն կնշանագե սելեբետ, Գուսագրոն, սելեբետ, 1840-ին, ձնած է 1820-ին, 1840-ին վարտաբետ։ Չէ, գավոր օրինակ կահաննա գլան, կցերնատրվին, բայց կահաննա գլան, բայց Գուսագրոն չեն։ Գուսագրոնը ածագան է, ուրեմն չենք կնարսել, Գուսագրոն կցերնատրվի չլան, վարտաբետ կցերնատրվի։ Բարոն Վիկին է Գուսագրոնը ինչպես ծորնի ունի։ Ինչպես թորներ ունի, գա ընդանիք, թորները գնա իրը չեն, ընդանիքեն է։ Եղբայր ուներ։ Չէ, բայց ինք չի ամուսնացած։ Ուրեմն 1840-ին վարտաբետ լալե յետ գլա Փազմավեբի խմբակիր։ Փազմավեբը Մխիթարյաններու Վենեդիգի ջուղին հանդեսն է, review-ն է, journal-ն է, որ ամեն ամիս լույս կտեսնե մինչև հիմա։
1855-ի վեր։ Վեբ։ Հեղինակն է ավելի քան 60 բանաստեղծական պատմագրական հադորներու հայրենի թարգմանած է John Milton, բանաստեղծը Paradise Lost, George Byron, Friedrich Schiller, Henry Longfellow։ Թեև Ալիշան երբեք չէ այցելած պատմական Հայաստան, յանքի մեջ չէ գացած Հայաստան, սակայն իր հադորներում մեջ մանրամասնորեն կնկարագրե Հայաստանի աշխարհակրությունը երևակայությամբ եւ հայ ժողովրդի պատմությունը։ Իր նպատակը այն էր, որ այդ պիսով երդասարտները պիտի գարտային իր գիրքերը եւ հայրենասեր պիտի դառնային։ Ալիշանի կպատկանի Փամփորոդան երգը կամ խոսքերը։ Ուրեմն Փամփորոդանը մտի գնենք։ Ինչ աս երկին իմաստը, սևանք, վարտանանց բադերազմին մեկ օր առաջ, պանագը կպադրաստվի գոր արշավել թեպի շավարշանա թաշտը, և ուրեմն ադոլամանի այդ մարչը, որ գա, միցախ միաչ, զինվորները թեպի բադերազմի թաշտ կերտան գոր, ադե երկին իմաստը։ Պարսեգանաչյան, ավելի ճիշտը, Պարսեգանաչյան չէ։ Վենեդիգի մեջ մխիթարյանները իդալացի երաշչան ուսուցիչ ունեին, Պիետրո Բիանքինի։ Անիգա գրած է մեղեթին, մելոդին, երկին մելոդին։ Կանաչյան այդ մելոդին արած է և տաշնամորած է։ Բայց կջանցվի իբրև կանաչյան։ Հագարակ որ Բիանքինին է հեղինակը երկին։ Փորոդան ինչի սելեկ։ Փամը, փամ, թմբուգին ծայնն է, փամ, թմբուգին ծայնն է։ Փորոդան ամուկ կանե։ Գփորոդա, այսինքն ցայն գանը գդարածվի աղմուկը։ Փամ փորոդան, Փարցուստ փոմփյունք հայրարադյան թաշտնիվար։ Արի արանց արյունք հերանտն արադանան իրազայր։ Հրավեր հայրենիած հրճագին թանուր, հոգիք հայգազանց փորփոքին իհուր։ Որք երկնավորի բսակին եք կարոտ, անոնք որոնք կուզեն երկինք ելել, և երկրավորիս պարած երկնահորդ, երկինքեն հոսող պարկերը արնել հոս աշխարի վրա, հաբոն կնշանակ է յալլա, արի արանց մանգունք, քաչերու զավակներ, արի արանց մանգունք, հայրենավրեժ կտ, հայգազունք, հայ ասկի, հայրենիքի վրեժ հանողներ, հաբոն իզեն կունտակունտ, հետնյալ իբար թունտի թունտ, իզեն իվրեժ, on antr առաջ, իզեն իվրեժ միցախ միաչ, և այլն։ Որ թվականի քրերեր ասի։ Եթե չսխալիմ, ունիմ 1850,
Ասիկա բազմաբեբի մեջ երևցած էջն է, օրիգինալ, առաջին։ Ով լսած է Գարո Պոլադյանի մասին։ Գարո Պոլադյան ծննդյան 115-ամյակը։ Ծնած է 1911-ին, եղերն են 4 տարի առաջ։ Մարաշ։ 4 տարեկանին ընտանիքին հետ գդարակրվի։ Գասնին դերզոր։ Գարջ ժամանակով գվերաթարնա Մարաշ։ Մինչև 1919-ը։ Եվ որ ֆրանսացիները գիրիգյայեն դուրս կսկսին ելնել, վերջնական ամես կերտա Մարաշեն, ընտանիքին հետ, գասնի Հալեբ։ 1925 Հալեբի Հայգազյան վարժարանը գաջախ է։ Երկրորդական ուսումը կստանա Հալեբի ֆրանցիսկաններու դպրոցը։ 1929-ին գերտա Ադիս Աբաբա, Եթովպիա, հոն ասկային Քևորքով դպրոցի մեջ իբրև ուսուցիչ։ 31-ին գերտա Մարսեյ, 4 տարի գեդևի երկրաչափական բարձրակույն վարժարանի ուսումնական դասընթացքին։ Մարսեյի մեջ եղած է հայ համայնքի փնտրված եւ սիրելի անձերեն մեկը։ 63-ին ետ կացած է Եթովպիա, հոն իբրև դնորեն։ Մնացած է Եթովպիա մինչև 1971։ 20 մայիս 1979-ին Մարսեյի հայությունը դոնած է իր կորձունեության 40-ամյակը։ Մահացած է 21 մայիս 96-ին Մարսեյի մեջ։ Կորձերը գերաժարիմ հայութեն է։ Աս կորձը իմ բզդգությանը վերնակիրի ինձ գսեր, որ ինչ կսեք որ աս մարդը, գերաժարիմ հայութեն է։ Արձիվները անաբադի մեջ, արևելքի դղակը, նաև թարգմանած է Լյուկ Անդրե Մարսելի հետ, Չարենցեն և Վարուժանեն պանաստեղություններ ֆրանսերենի։ Ոստեք դեսնեք մեկալին գողքը շվադը պոեմը։ Աշխատակցած է հարաչին, անտաստանին, հուսապերին, աստագին, պակինին, սպիրկին։ Ամենեն կարևորը տերևս իր զրույցներու շարքն է։ Գնստի հարցազրույցներ գնե և այդ զրույցները քրի գարնև գարադարագե հադորներով, 6 հադոր, որոնց հետ Պանաստեղծ Ահարոն, Նիկողոս Սարաֆյան, Հարութ Կոստանտյան, Զուլալ Կազանջյան, Շավաշ Նարտունի, ֆրանսացի պանաստեղծներ, Պոլ Էլյուար, Լյուկ Անդրե Մարսել, Մխիթարյան վարդապետներ, Սահակ Դեր Մովսեսյան, Ներսես Ագինյան, գրողներ Կոստան Զարյան, Ուիլյամ Սարոյան, Սիմոն Սիմոնյան, Սողոմոն Դարոնցի, Խաչիկ Տաշտենց, չի վերջանար։ Հիմա պիտի գարտակ երկու բանաստեղծություն իր մե։ Ով գուզե գարտալ սիրածներս, ով գուզե գարտալ սիրածներս, նանորը, հրամեն նանոր, սիրածներս։ Աստղերում դակ փորում նավեր սակիշերին, զարերում բես գլուխ զգախ ես կխորին։ Ես կխորին փոլոր անոնց, որոնք մեղմիկ մդան օրմը սրդիս շենշող թարվածներ են, որտեղ վարեց յուրաքանչյուր մոմ դիրքոց է։ Ու այս գիշեր հավադարի ես ատեղա, կփուրվարեմ հիշադակներն անոնց լուսեր։ Հոգիս կլապետա գհին, ուր գմտնեն, ուր գեգելնեն անոնք նման մեղուներով։ Ու մտածել, թե այս բահուս շատերն անոնց փոլորը թերևս երբեք չեն իսկ հիշեր դժգույն տղան։ Իրենց խորում բացած վերքին միշտ անքիդար չեն մտածել վարգյան մանգամ ինձի համար։ Կյանքն է արած զանոնք արդեն ու գորորե օրերն անոնց հազիվներու մեջ հեշտակին, մինչդեռ ահա, մինչև հիմա թեր կմնա անոնց մոտիկ մաս մսրտես։ Գդարաբին մտածումովն այն դխրակին, նույնիսկ կսկամ նախանց մմուտ, որ երջանիկ կրնանը լավ։ Սակայն հետո կհանդարդին ու գնայիմ սրտիս վրան,
ինչպես անպետք ու վիրավոր շան մկոսոտ, զոր փողոցի մեկ անգյունին ալ գմորնա։ Սիրուն բանաստեղծություն մնե, որ շատ կիշեցնե Վահան Թեքեյանը։ Շատ կիշեցնե, բայց թյուրը հասկնալի է, այսին չգեցուցի, որտև մասնավոր հարցեր չգային on։ Երկրորդ բանաստեղծություն ևս կա ավելի կարճ։ Այո, Մակրակորձում, հոգիս, ինչու գարդորաս, կարդորաս կնշանակի կաճամարես։ ինչու գուզես այդպես շուտ սերպազատվի թուն ինձ մե ու թեվ երգինք սլանալ։ Գիտեմ, որ շատ նեղ է պանում, որ ուր եսս քեզ կպահեմ, շատ է մթին մարմիսին, որ շնչահեղց թուն գլաս։ Բայց դերգեցիր, պանդիտ մեջ պետք է մնաս դարավին, ով հեկ հոգիս, որ գուլաս լուսագարոտ իմ հոգիս, թեր ծանրես թուն, թուլամորդ, թևեր չունիս լուսերեն, պետք է մնաս դարավիս, մարմինիս մեջ ճաշագես անասնությունը ցավին, ավերները լքումին, բոլոր վիշտերը լացնող փլուզումին, նահանջին, կարոտնն անվերջ լույսերուն պետք է ամփոփ թուն գրես, պետք է այնչափ դարավիս, ազնվանաս, նրբանաս, որ շերամին նման թուն փոխես թուրցած ու անդաշ փչիչները ծողունի թիթեռնիկի մթեթև, պետք է այնչափ դարավիս, ազնվանաս, նրբանաս, որ ջախրելու թուն ազատ լույսեր թևեր ունենաս։ Հասի շատ գնմանի Թեքեյանի։ Ասալ գնմանի, երկուք տալ գնմանի։ Գանցրևե դղած։ Այո, շատ գնմանի, բայց ասոր մեջ կեղեցիկը ըստ ինձի, իր հոգին այդ խոսակցության մեջ կսե, որբեսի կոքունեն շերամի բես, թուրս ելնես և թիթերնիկ թարնաս, և այնադեն գնաս երթալ երգինք, հիմա ինչու կվասես, ադիգա է կեղեցիկը ըստ ինձի։ Այսին ինքը առավելապար ջանցված է իր զրույցներով և մյուս կիրքերով, բանաստեղծ իբրև նվազ, սակայն ես չուզեցի կիրքեր եմ բերել, որտեղ շատ երկար պետք է ընթերցում ունենք, բանաստեղծությունները նախընտրեցի։ Լավ, մի անցնիմ առաջ Երվանդ Օդյան, 1926 մահվան 100-ամյակն է աստարի։ Ծնած է բոլիս Օդյաններու նշանավոր ընտանիքի մեջ, Գրիգոր Օդյան։ Գրթությունը ստացած է իր դամ մեջ։ Հետո հորեղբորը Գրիգոր Օդյանի շունչին դակ դիրացած է բարձր զարգացման աստիճանի։ 1879-ին հորեղբայրը զինք կղրգե Եվրոպա։ 9 ամիս կանցնե Փարիզ, Հռոմ, Նապոլի և ուրիշ քաղաքներ։ Իշխանություններու կողմէ, թուրքական իշխանություններու կողմէ, Օդյանը լավ աչքով չէր դիտված։ Եվ persona non grata ցանգին վրա էր։ 1896-ին, երբ որ գսկսին հայկական չարթերը կավարներու մեջ, գծկե կախտնի Բորիսը և գերտա 12 դարի բոլսեն թուրս, այդ վերնակրով կիրք մունի, 12 դարի բոլսեն թուրս, Գաբրի Աթենք, Փարիզ, Կայրե, Վիեննա, Լոնդոն, Բոմբեյ։ Սահմանատուտենեի հետ 1909-ին գվերաթարնա բոլիս և գսկսի թերթերու մեջ կրել, 1915-ին գծերպագալվի, գակսորվի, գերտա դերզոր բայց կազադի։ Անդրանիկ Ձարուգյանը իր մասին բամ ունի, հուշ ունի, որ պանոցի մեջ կսե մեզի իսին, որ մեկը բիդիկավը բիդի խնտացնե մեզի, որ ծանոտ էր իբրև երկի ծապան։ Մարդի եկավ գսե ես կսավ լան։ Մենք զարմացանք, որ ինչու աս մարդը գուլա։ Շատ որ բատնություն մնե մանկություն չունեցող մարդիկ։ Վերջի վերջո 1925-ին գահստատվի Եգիպտոս հոնալ գմերնի։ Իր կործերը տաղականին գնիգը եկեղեցի մեջ հոգապարծույի մգինը գուկա և աթորը տնել գուդա արջևը ուր կանաները գնստին։ Մյուս հոգապարծույին գինը գսե որ ինչու ես անգե բագասեմ և ուրեմն գրիվը գսկսի, երկու գիներու միջև և
գդարածվի ադիգա ամբողջ վերին վրա 12 տարի բոլսեն դուրս հոյագապ քիրք մնե անիցիալ դարիներ իր ուրեմն որ 1915-ին սկսյալ իր կյանքն է բայց իր գլուխ գործոցը ընկեր Պանչունի արակելությունը իձաբլվար Բիդի սկսիմ 1, 2, 3 այնտեղ են որ գսկսի ընկեր Պանչունի գարտակ ամենք դեսակ ընկեր Պանչունի գրծեր զավակն է դրաբիզոնցի ընտանիքի մը ծնած է 1875-ին անակ մգնեգոր որ իրական մեկն է մայրը դղապերքի այսինքն բզդիկ պերացած են հետևանքով մերած է առանց գարենալ սնուցանելու գատ տալու իր երեխան որ մեծ ծուցած են այձի գատով նա ինչ կսեգոր ուրիշ գենսակիր մկուց է հետևություններ հանել փորձեր այս աննշան տիպված են այսինքն ուրիշ մեկը ասկե գնար ուրիշ բաներ հանել բայց ընկեր Պանչունիին ունայնամդությունը բարապ գլուխը եւ թեթևամդությունը վերակրելով իր արած սկզբնական սնունդին ես ինչպես ասի չեմ ուզեր ոևէ Թադաստան ունել այլ գփավականանամ իրողություններ արձանագրելու Պանչունի շատ ուշ լեզու ելած է բայց անգամ խոսիլը սկսել է այդ կալ պերանը թյուրավ չէ կոցած քանի գմեցնար այնքան գաջեր իր խոսելու գադաղությունը ոչ թե կարողությունը գադաղությունը այն աստիճան որ խեջ հայրը ստիպեցավ բժշկի մտիմել այդ անսովոր երևույթին թարմամը հանելու համար բժիշկը քննեց տղան լեզուն նայեցավ գոգորտը նայեցավ աչքերուն նայեցավ եւ վճռապար ըսավ հորը ջարու թարման չգա աստղա միշտ պիտի խոսի հայրը գսե բայց դանը մեջ ալտիմացվելիք բան չէ բամբակ տխեցեք աղաչլիտ այս է միակ միջոցը բադասխանեց բժիշկը հագարակ իր խոսելու մարմաչին փոքրիկն Պանչունի հաջող սխալ գործած էր բարերը բոլորովին աղավաղելով corrupt անոնց նշանակությունը օրմը սեղանիմը վրա տրված արժեքավոր անոթմը բիբլո գարնեև կեդին գնե դե չարտը բշուր գնե հայրը իրիգունը կործեն վերաթարցին գդեսնե եղածը և դղան գանչելով և անոթին գոդրվանքները ծույց տալով գկոչի է ձոին շինել գոդրեր ես շանզավակ շինեցի այրիք կբահասխանի փոքրիկ Պանչունի միամիտ համոզումով մը այսին համոզված է իր սաց ձոին շինել գոդրեր ես շանզավակ չէ այրիք շինեցի կբահասխանի դղան իզուր հայրը երգար պարակ կբացադրե թե արարգամը կեդին նեդելով գդոր գնենք այդ գործողությունը շինել պարով չի բացադրվիր այլ գոդրել անգարելի եղավ այդ պարակիդական նրբությունը հասկացնել Պանչունի որ շարունակեց դանը մեջ գտնված քավատները բնակները շիշերը գոդրդել եւ ամեն անգամ ինչ կնես կորսելով զինգը հանդիմանեին անտրտվելի եւ անխրով կբասխաներ գշինեմ գոր դբրոցի մեջ Պանչունի ընկերներուն հետ վիճելով եւ ջար խոսելով ժամանակ կանցներ որտեղ վերջը նշանավոր ջարախոս մոբիլի ելա իսկ տասերուն բնավ չեր հետևեր չանելով գամ տասադուին գամ տասակրքին գամ տասարանին եւ գամ դեդրագին ու ձայրին ձայրը քրիչն է օրմը տվապանական խնդրիմը մասին վեճ ունեցավ իր 10 ընկերները մեկուն հետ 5 անգամին 25 կնե ըսավ ընկերը որ ողջամիտ տղամներ խելքը գլուխը տղամներ եւ հետո հարուստ աշխարհում եղավ Վաշխարու money lender ընկերը
բզդիգութերեն այսինքն այդ հագումը ուներ չէ գա ամարել պանքչունի 5 անգամին 50 գնե ոչ 25 գնե 50 գնե մյուսը դեսնելով որ դժվար է ինչ կսես անգարելի է խոսք հասկացնել պանչունիին եւ ճուզելով անօգուտ գրիվի մդերի դալ հաշտարար ոգիովը պատասխանեց լավ ես թող այնպես գիտնամ թե 25 գնե թունալ այնպես գիծիր թե 50 գնե եւ չխոսենք այդ մասին եւ երտանք միասին կտակ խանք չլար բնդեց պանչունի պետք է թուն նախ համոզվիս թե 5 անգամ 5 50 գնե այդ անգարելի է անբաճար պետք է որ քեզ համոզեմ շարունակեց մեր հերոսը հետս հետե փորփոքելով երբեք չեմ գնար համոզվիլ եւ թունալ երբեք չես գնար աբացուցել բաստել ասածդ պատասխանեց աբակավաշխարուն չեմ գնար աբացուցանել չեմ գնար աբացուցանել մրնչեց պանչունի արկեզի համոզիչ աբացույցը կեդինեն կար մարնելով իջեցուց խոսագիցին կլխուն կլուխը վիրավորվեցավ տետևաբես բայց դղան գրգին համոզում չկոյացուց թե 5 անգամին կրնա 50 ունել եւ լալով գնաց փողոքել վարժաբեդին վարժաբեդը իսկույն կանչեց պանչունին եւ ինչու ընկերոջ գլուխը բադրեցիր կոչեց ցայնովը որով Եհովա ասած էր գայենին ինչ իր եղբորդ զինգամոզելու համար պատասխանեց աբակա պրոպագանդիստը հանդիսավորաբես հայրը դեսնելով իր զավգին դարօրինակ ընթացքը հաջախ ագրաները գջրդելով գբորար փորձանք պիտի լաս փորձանք խեջ մարդը գսխալեր իր լավադեսությանը մեջ պանչունի փորձանք պիտի չլար այլ հեղափոխական գործիչ եւ որ ասկիրկը գրեց նշանավոր շատ նշանավոր գծանագարիչ մգար Ալեքսանդր Սարուխան որ պանչունիի բոլոր դրվագները կարևոր դրվագները գծած է Շինեցի այրիկ ջարախոսը արկեզի ամոզիչ աբացույցը այո արամ հեղափոխական գործիչ ինչ է Okay այդ տվականներում որ ասիկա կրված է գուսակցությունները արմենականները հնչակյանները տաշնակցականները հրամգավարները Քավարներում մեջ, քյուերում մեջ, պրովինսներում մեջ, գուզեին իրենց կաղապարները դարաձեր ժողովուրդի մեջ, ինչպես պինեն, իրենք բոլիս են, մեկը գտնեին կործիչ, կործող, գերտա կմտնե ժողովուրդի մեջ, ջարեր գխոսի, իրենց կպացադրե կաղապարները, պանչունի կործիչ պիտի իլար, պրոպագանդիստ, և ամենեն աղվոր պաժին ասոր քյուղ մգերտա ինքը ձաբլվար, որ իրական դեղմը չէ, ձաբլվարի մեջ, որ քյուղացիները խեջ ու գրակ, հազիվ իրենց օրվան հացգանեն, հազիվ գրնան իրարուքով կալ երկու պար խոսին, անոնց կերտագսի հեղափոխություն պետք ենեք թուք, չեք կնա, և այնպիսի պաներ կբադային, այնպիսի պաներ կբադային ամենեն նշանավոր, որ միտքս մնացած է, ուրեմն միտինգ այսինքն ցույց միտինգ քյուղացիները պիտի հավաքվին եկեղեցին քովը գարձեն բադիմը վրա թուղթը գտպակցնե որում վրա գրված է ասինչ օրը միտինգ կա եւ ընդհանրապես արամ լեզուն որ գործածեին գովգասի մեջ հեղափոխականներու լեզուներ այսինչ չէին ասեր ցույց կսեին միտինգ հա եւ ուրեմն ասինչ օրը միտինգ կա Այդ թուղթը ինչպես պիտի փակցնե բադին, ալյուրով չուր կխարնե և դեսակը պանգլնա, փագոց կերտաբադին կփակցնե։ Օդյան կբատնե, որ այցմը եկավ և
հոտ արավ, սկսավ ուդել թուղթը եւ այդեւի ալյուրով ճուրը։ Փանջունի ուկագսե որ հագահեղապողական ուժերը անտի ուժերը եկած են մեզի սաբոտաժ ըրած են։ Հոյագապ կիրկմնե ձաբլվարը հետո հաջողութեն են ներշնչվելով գրեց երկու հատ ևս։ Մեկը վասպուրականի մեջ ու խուլ սարա մգա, որ ճուլհագակործություն կսորվեցնե, այսինքն թելի վրա գդոր կաշխատին թելերով։ Անոնց ստրայքն էլ գուդա, որովհետև Ամերիկայի մեջ իրենց ընկերուները ստրայքի մեջ են, ինքնան ատեղ ստրայք, ասանք պաներ գնե, խելքը միտկե դուրս, շատ հաճող կիրք մնե։ Նամակներ գղրգեր և ինչպես կվերջացնե նամակները, մի քիչ փող ուղարկեցեք։ Ամեն նամակի վերջավորության մի քիչ փող ուղարկեցեք։ Պետք է ասել, որ այդօրերուն թաշակցական գործիչները իրենց գետրոնին նամակ կգրեին եւ կգրեին դագը մեզի տրամ պետք է։ Ինքնալադիգա գարնե եւ գկրե մի քիչ փող ուղարկեցեք։ Լավ, թաթար մարնենք, որպեսզի վերադառնանք եւ շարունակենք։ Զարե խրախունի գենսակրական ուրիշ արդիվ եղած է, միայն ցեզի լսել բիդամ, Զարե խրախունին գգարտա իր մեկ բանաստեղծությունը, ինքն իր կրածը։ Ձեր թուղթերում մեջ բանաստեղծությունը գա, որ գոչվի քար։ Քարը գուկա Զարե խրախունի այս հադորեն քար գաթիլներ անունով։ Քար գաթիլներ։ Շատ մկեղեցիկ բանաստեղծություններ ունի։ Գաթիլը ճուր հանդիպեցավ ուրիշ գաթիլիմը, ես դողերը հիմա բանգնեմ գավանեմ գոր, և գսե որ գիտես ինչ բան գսիրեմ մեջդ, ճիշտ ինձի գնմանիս։ Շատ կեղեցիկ է, այսին ամենեն բարզ և ամենեն կեղեցիկ։ Հիմա բի լսեք իր քար բանաստեղծությունը, առաջվնե ասեմ, որ բանաստեղծությունը լման դված եմ ցեզի, ինքը դողեր գամ, որ գծատկե, ուրեմն դուք պետք է արագ հետևիք։ Ալևունդակ բանստերն քար գտաշը։ Ճամփան մեծ է, խաչի երակ ապախոն, ու դանքը խոր շարաչելով բազ է։ Ես նստել եմ ալևունդակ քար գտեմ շարունակ։ Ես միայնակ ալևունդակ նստել եմ քար գտեմ։ Ոմանք կանգավ կարնեն, երկար պարակ գնային, մեկ երկու պար խոսին, հետո գարնեն կալեն։ Ես կնստին, ճամպու եզրին ու կաշխատիմ համերպես։ Ոչ թուլունին, ոչ տատարս, ոչ կունունին ու ոչ անքիստ։ Ինչ կշինեմ։ Արցան մարդյոք աբակային սերուններ են բաշտված։ Ով գուզե գարտալ շողեր, արցան մարդյոք աբակայի սերունքներ են բաշտված։ Կամ հատմնուր պույսի, լույսի, դաջարներու ճագադին, խաչկարմը սուրբ հայրենական ավանքներու գոտողված, թե կարմը բարս, կարագուսի, սրպադաշ, ճամպու եզրին, խոդերու մեջ մորցված, ճամպու եզրին, արևունդակ, միսվինակ։ Այո, սելիքներ, Ես հայցում ունի։ հրամեցեք։ Այնքան լավ քրոներ ունի գործում մեջ։ Եվ այնքան նորարած է, նոր ծևերով։ Ինչ է բաճարը, ինչ է մղված են ասիգա, հայրենասիրություն է, ատբրգուն է, որ բնությունը, ատկեղեցիկ բնության նստիս ներտուն ամպանալտես։ Չեմ կարծեմ միայն բնություն և միջավայր է, ես կարծեմ ասկային հարստություն մգահոն, որուն դեր գանքնելու և շարունակելու հանցնարությունը, կոմիտմենտը գա։ Հանցնարությունն է։ Այո,
Այո։ Ոչ թե քրագանության սերը միայն։ Չէ, քրագանության սեր չի գնալալ միայն։ Այսինքն այն մարտիկը, որ 2019-ին Հակոբ Պարոնյանի քերեզմանին դեղ կոտոմը գարուցեն, դերը լալու բանը ունին։ Գա ուրեմն տեր, համը մնացած է։ Դեսեք, ես բաներ դեսած եմ բոլսո մեջ, որ Երևան չեմ դեսած։ Ինքնության բրբդում է։ Ինքնության հաստատում է ավելի։ Հաստատում է։ Այսինքն ես Երևան չեմ գիտեր, վստահաբար դա ես չեմ դեսած, բայց բոլսո մեջ անագնգալի եկա, եւ որ բادرում վրա Ֆերիկեի, որ հայերը շատ կբնակին, փանգա հայերեն գրաֆիտի բادرում վրա։ Ադիգա երդասարտները դրած են։ Փարիլույս դիգին արուս։ Շշմեցուցի չէ, որ հոս չես տեսներ։ Երևան թերևս կա։ Բայց բոլսո մեջ չսպասած անգյունետ թիմաց կել է։ Դիամա շատ է լավ։ Լավ, բիդի անցնիմ առաջ։ Եվ բիդի երտամ Հովաննես Մասեհյան, ծնած է Տեհրան, հայրը Բարսկաստանի շահին ոսկերչաբետն էր, 1864-1931, ով լսած է ասմարտու մասին, ուրախ եմ, որ գայտնապերեք զինք այսօր, ասիկա հորը շինած մեկ երկրակունքն է, որ այսօր գբավի Իրանի գետրոնական բանկի թանկարանի մեջ, ամենայն դեպս մարդը իրանական պատմության մեջ անցած է։ Դպրոցը Հայգազյան, Թավրիզ, բարձրակույն ուսումը Փարիզ, 1884, գվերատանա Տեհրան և գլա թարգմանիչ բալադի մեջ։ Միևնույն ժամանակ Հայգազյան դպրոցի մեջ ուսուցիչ։ 1887-ին գերտա Լոնդոն, իբրև գարավարության դելեգեյշնին թարգմանիչը։ Գլա Հայգազյան դպրոցի դնորեն գհիմնե ուսումնասիրած ընկերությունը։ Առաջին բարսկահայ բարբերաթերթը Շավիղ ինք հիմնած է։ Նույն տարին գերտա Պետերսբուրգ նորեն իբրև թարգմանիչ։ Մարդը մեծ մասը կյանքին բալադական թարգմանիչ եղած է։ Հիմա գուկամ 1897-ին, երբ բարսիկները բադվիրագությունը, դելեգեյշնը գղրգեն Լոնդոն, առաջին կարդուղարն է։ Գդիրաբեդեր հայերենին, բարսկերենին, թրքերենին, հունարենին, ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին, ռուսերենին, իրենց ընտանիքի արխիվեն այս լուսանկարը կա 1899 առաջին political science դպրոցը Իրանի մեջ քաղաքական գիտությունների դպրոցը ինք հիմնած է 1901-ին գսկսի եվրոպական բաժինը իր ասպարեզին գնշանակվի Բերլինի Բարսկաստանի տեսմանին խորհրդական նաև մասնակցած է բազմաթիվ խորհրդաժողովերու 1912 Բարսկաստանի տեսման Գերմանիա ամբասադոր 1927-29 Անգլիա տեսման եղած է Բարսկաստանի առաջին տեսմանը Ճապոնի մոտ Տվականը չունին Ճապոնի, բայց 1930-ին Ճապոնեն վերադարձած ժամանակ դեպի Տեհրան գանցի Չինաստանեն, Չինաստանի մեջ կմերնի։ Գրական գործունեությունը ինչու պերի ամենը։ Թարգմանած է Բայրոն, թարգմանած է Մոլիեր, բայց ամենեն ավելի ասմարտը ջանցված է Շեքսպիրի թարգմանությամբ։ Շեքսպիրի իր թարգմանություններուն հավասարող չի գա։ Շատ գեղեցիկ, շատ հարազատ
եւ նույնիսկ բանաստեղծական թարգմանություններ ըրած է։ Մակբեթ, Համլետ, անգլերենեն այրեն, Ռոմեո եւ Ժուլիետ, քոնե աս 3 հատը ես ունիմ, հոյագապ թարգմանիչ է, եւ որբեսի կապարմ ունենակ, ինչպես կուզեք ենք ասիգա, ցեզի ցույց պիտամ վիդեոմը, որ National Theatre Անգլիա, Լոնդոն, Ռոմեո and Juliet բալկոնի սին, դեսարանը բալկոնի, պատշկամի, երկու ամենամեծ շնավոր տերասաններ են այսօրվան, մեկը Ջոշ Օ'Քոնոր, շատ ծանոթանուն է, մեծ տերասան, մյուսը Ջեսի Բակլի, Ջեսի Բակլին այս տարի Օսկարներու տեխնացու է Համլետ ֆիլմին համար, գխաղան Ռոմեո եւ Ժուլիետ, այդ տեսարանը գտիդեք, տեսարանը նաեւ ծեր թուղթերում մեջ է հայերենով, ինչպես կուզեք կնել, նախ տեսարանը վերջը, թե ոչ միաժամանակ կարծեմ, այսին դուք, չէ, դիտեցեք նախ, Romeo and a Montague? Neither, fair maid, if either thee dislike. How came so hither, tell me, and wherefore? This place is death, considering who thou art. If any of my kinsmen find thee here... With love's light wings did I o'erperch these walls, for stony limits cannot hold love out. And what love can do that dares love attempt, therefore thy kinsmen are no stop to me. If they do see thee, they will murder thee. I have knights cloaked to hide me from their sight, and but thou love me, let them find me here. My life were better ended by their hate than death prorogued wanting of thy love. Thou knowest the mask of night is on my face. Else would a maiden blush with pain my cheek with that which thou hast heard me speak tonight. Dost thou love me? I know thou wilt say aye, and I will take thy word. Yet if thou swearest, thou mayst prove false. Gentle Romeo, if thou dost love, pronounce it faithfully. By yonder blessed moon I vow that tips with silver all the fruit treetops. Swear not by the moon. The inconstant moon? That monthly changes in her circled orb, lest that thy love prove likewise variable. What shall I swear by? Do not swear at all. Although I join thee, I've no joy in this contract tonight. It is too rash, too unadvised, too sudden, too like the lightning, which does cease to be ere one can say it lightens. Sweet, good night. Wilt thou leave me so unsatisfied? What satisfaction canst thou have tonight? The exchange of thy love's faithful vow for mine. I gave thee mine, for thou didst request it. And yet I would it were to give again. Wouldst thou withdraw it? For what purpose, love? But to be frank and give it thee again. And yet I wish but for the thing I have. My bounty is as boundless as the sea. My love is deep. The more I give to thee, the more I have. For both are infinite. I hear some noise within. Dear love, adieu. Anon, good nurse. Sweet Montague, be true. Stay but a little. I will come again. I am afeard. Being in light, all this is but a dream, too flattering sweet to be substantial. That thy bent of love be honourable, thy purpose marriage. Send word for me tomorrow by one that I'll procure to come to thee. Where and what time thou wilt perform the rite, and all my fortunes at thy foot I'll lay, and follow thee, my lord, throughout the world. Anon, I come. Romeo. My dear. At what o'clock tomorrow shall I send to thee? By the hour of 9. I will not fail. Անշուշտ արտիական դարձուցած են այսօր կամ երեք կգարտայի գոր Teatr du Nouveau Monde հոս քաղաքը Մակբեթ կփեմատրեգոր եւ Մակբեթի ամբողջ աշխարհը փոխադրած են Hells Angels-ի Մոնրեալի այսօրվան աշխարհի մեջ այսին փեմի վրա մոտոցիկլետներ գաշի եւ այլն եթե այդպես չնեն Մարտիկ ալիևս չեն ուզեր հին մոդեցումով դեսնել ասոնքալ հակուսները փոխած են բայց հարազատ մնացած են եւ տեքստը գրճադած են տեքստը ամբողջությամբ չէ որ հոնգա ձեր մոտ այսինքն
դողեր կան որ ցածկած են։ Հիմա ինչպես կուզեք քնել, կուզեն կլասիկը գարտալ երկու է չէ։ Մայան չես դու եւ մի Մոնտեգյու։ Ոչ մին ոչ մյուսը, սիրուն սրբուհի, դե հաջո չենք կեզ։ Ավելի բարձր։ Ոչ մին ոչ մյուսը, սիրուն սրբուհի, դե հաջո չենք կեզ։ Բայց ինչպես եկար այստեղ եւ ինչու։ Մեր այգիի շուրջ պատերը բարձր են եւ շատ դժվար է վերև մակլցել։ Այստեղը մահ է նկատի առած քո ով լինելը եւ եթե մեկը ասկականներես քեզ այստեղ գտնե։ Ես դրա սիրո թեթև թևերով բադի վրայից, քարե սահմաններ երբեք սիրոտեմ բադվար չեն եղել։ Եվ ինչ որ սերը զոր է անելու, կփորձե անել։ Չեն կարող ուրեմն ասկականներդ ինձ խապան լինել։ Եթե տեսնեն քեզ, կսպանեն իսկույն։ Գիշերի տիկնոցն ինձ կթաքցնե նրանց աչքերից։ Բայց եթե սիրտը չուզե ինձ սիրել, փույթ չէ թե նրանք գտնեն ինձ այստեղ։ Ավելի լավ է որ նրանց ողից կյանքս վերջանա, քան զուրկ քո սիրուց մահս համենա։ Գիշերի թիմակն իմ երեսին է, թե ոչ կուսական շիգնացությունը այդս կներգեր ինձնից այս գիշեր լսածիդ համար։ Սիրում ես դու ինձ, գիտեմ իհարկե, որ գասես այո եւ բռնում եմ քեզ քո խոսքի վրա, բայց երբես անգամ դարձյալ կարող ես ուխտատրուժ լինել, քաղցրիկ Ռոմեո, եթե սիրում ես հայտնիր ինձ անգերց։ Օրիորդ, երթում, այն օրտնյալ լուսնով, որ այս բդղադու ծառերի ծայրը արձատ է բռնել։ Մի երթվիր լուսնով, հեղուկ լուսնով, որ ամեն ամիս ձևափոխվում է իր ոլորտի մեջ, միգուցե սերդ նույնպես փոփոխվի։ Ինչի վրա երթվեմ։ Բնավ մի երթվիր, թեև իմ սիրտը հրճվում է քեզ մոտ։ Բայց այս գիշերվա մեր սիրո ուխտը ինչ է հրճվեցնում։ Շատ հապճետ եղավ, շատ անագնգալ, շատ անգարձակի։ Նման փայլագին, որ չկանում է նախքան մարդ ասե փայլագ է զարգում։ Ուրեմն Անուշիկ, քեզ բարի գիշեր։ Ուրեմն ինձ այսպես անկո ես թողնում։ Բայց ինչ քոհացում գուզես այս գիշեր։ Քո սիրո ուխտաթարցումը իմից փոխարեն։ Դվի քեզ իմը նախքանի ընտրեիր, բայց երանի թե կարելի լիներ կրկին անգամ տալ։ Գուզայիր միթե հետ առնել ուխտդ, եւ ինչի համար։ Միայն ծերնապած լինելու համար, որ կրկին դամ քեզ։ Ծերնապած generous։ Եվ սակայն միայն այն եմ ցանկանում, ինչ արդեն ունեմ։ Իմ ցոնը ձով է, նույնքան անսահման, սերս նույնքան խոր, որքան տալիս եմ, այնքան աճում են, քանզի երկուսն էլ անհատների են։ Բայց ցայն եմ լսում, Անուշ սիրական, քնած փարով։ Մերսեն օրիորդը գան չէ։ Օրիորդ։ Իսկույն իմ բարի թայակ, Անուշիկ Մոնտեգյու, ճշմարիտ եղիր, մի քիչ էլ գեցիր, իսկույն հետ կգամ։ Շատ եմ վախենում, որ այս բոլորը գիշեր լինելով մի երազ լինի, չափազանց անուշ, չափազանց կքվող իրականություն լինելու համար։ Եթե քո սիրո միտումն ազնիվ է եւ նպատակը ամուսնություն է, լուր դուր ինձ վաղը մի անցի ցերկով, որ գողարգեմ քեզ, թե երբ եւ ինչ տեղ գուզես կատարել լսագի գարքը, եւ ես կտնեմ իմ բոլոր բախտը քո ոտքի առաջ, եւ կհետևեմ քեզ իմ ամուսնուս աշխարհի ծայրը։ Օրիորդ։ Իսկ գալիս եմ, Ռոմեո։ Հոգիս։ Վաղը որ ժամին մարդ ուղարկեմ քեզ։ Ժամը 9-ին։ Իր թարգմանության հավասարող չկա։ Երկրորդ իրեն նման լավ թարգմանիչ Խաչիկ Տաշտենցը, որ նորեն թարգմանած է Շեքսպիր, բայց Մասեհյանինին փանաստեղծությունը սիրո թեթև թևերով, այսինքն այնպիսի փանաստեղծական բան ունի, շունչ ունի, որ թարգմանությունը հրաշք է, ուղղակի, եւ չի գա ուրիշ, իր մե լավ չի գա։ Լավ։ Պիտի անցնիմ առաջ եւ երթամ հաջորդ մեր թեմքին։ Այս մեկը կրեթե վստահ եմ, որ ովևէ մեկերնիդ լսած չեք։ Զուլալ Կազանջյան։ Ով գիտե Զուլալ Կազանջյանը։
Խանջարցի է։ Այո։ Գիտեմ, որ ասկագանն է զավակն է։ Ասկագանն է, որին ասկագանն է։ Սիմային եւ Վիկեն Աբրահամյանին մորեղբայրն է։ Քերին է։ Ձնազե Մուսալեր 1936 Մուսալերցիները նախ անջար եկան, ինք անջարեն փոխադրված է Հալեբ։ Հոն մեկնած է 1949-ին 13 տարեկանին Վենեդիկ, ուսումը ստացած է Մուրադ Ռափայելյան վարժարանը։ Բադանեգան դարիքին արդեն սկսած է քրել։ 54-ին 61 տարիներուն ապրած է Հալեբ եւ իբրև ուսուցիչ աշխատած է Մխիթարյան վարժարանին Հալեբի եւ ասկային վարժարաններու մեջ։ 61-ին գերտա Ֆրանսա, հոն ուսուցչություն գնե Սևրի Մուրադ Ռափայելյան վարժարանի մեջ, Սամվել Մուրադյան վարժարանի մեջ։ Աշխատակցած է քրական մամուլին գլխավորապես հարաճ օրաթերթին, իր բանաստեղծություններով եւ վերլուծական հոդվածներով, Գոգորտի քաղցկեղը մահացած է Նիսի մեջ 24 փետրվար 2009-ին։ Իր կորձերու գողքերը չկդա, չգա, բայց վերնակիրները ունիմ։ Գյանքը քույրս 64, արևածաղիկիմը նման 75, շարունակելի 88-ը, ուշ դպված է անշուշտ, 92 նորադուզ, բանաստեղծություններ 96։ Հիմա պիտի գարտանք երկու բանաստեղծություններ իրմե։ Մշուշեն անտին ոչինչ։ Ինչ որ դեսա սրդիս մեջ են միայն։ Ալիքներ, որոնք միշտ ալիքներ գանչեցին։ Ցերկեր, որ միացան ցերկերու։ Հերավոր ու մոդիկ կայլերու ոտնացայնը միայն։ Ես քարապն եմ մշուշի մեջ։ Կարևոր չէ ուր գևուկաս, ուր գերտաս, թե ալիք ես, բիդի գանչես։ Ալիքն ընդմիշտ, ցերկես տացյալ բիտ միանա սիրած ցերկին, վերջին հրաժեշտին համար։ Մշուշի մեջ խարշապող ու դարդամ ցայներու արցականքը հերու, ես քարապն եմ միայն։ Եվ բոլոր նավերը մեկնեցան եւ ոչ ոք, ոչ մեկտեղ գրծավ հասնիլ, ոչ երկնքի մեջ, ոչ երկրին, ոչ սրդին։ Քիչ մը դխուր բանաստեղծություն մնե։ Լավ, գանցնիմ առաջ։ Ձեզի գուդամ Տերենիկ Տեմիրջան։ Ձնած է 1877 ախալքալակ, ջավախք։ Ձնընթավայրի դպրոցեն վգայվել է ետ Գուսանի Էջմիածնի Քևորքյան ջեմարանը, հետո Թիֆլիսի Ներսիսյան ջեմարանը։ Ձնած է 1877-ին։ Այս տարի մահվան 70-ամյակն է։ 1900-ին գսկսի մասնակցիլ Հովանես Թումանյանի Վերնադուն խմբագին Լևոն Շանտի հետ և Աղբալյանի անշուշտ։ Երաշտություն ուսանելու համար 1903-ին գմեկնի Մոսկվա, իսկ 1905-1910 գերտա Ժնև, մանկավարժություն ուսանի։ Գվերատարնա Թիֆլիս, գսպաղի ուսուցչությամբ, 1925-ին գաստատվի Երևան և գնշանակվի Գիտության և արվեստի ինստիտուտի բաժնի գիտական կարդուար։ Գրել գսկսի 1883-ին սկսյալ բանաստեղծություններ վերնակրով երկու կրկույկներ ունի, երկուքնալ բանաստեղծություններ կգոչվին։ 1923-ին գկրե Քաչնազար գադակերկությունը, իր ամենեն նշանավոր գործը Քաչնազարն է, որ վերածված է ֆիլմի 1940-ին։ Նաև գրած է 1930-ական թվականներուն վեբեր Նապոլեոն Գորգոդյան, Գաբուդան և հայրենի երգիր,
Նաև իր երկուհադորով հրադարագած Վարդանանք վեպը մեծ հաջողություն կտած է։ Մանուկներու համար գրած է բույ մուգիգը, արջուկ լրջուկը, ձդաբարը եւ այլ ստեղծագործություններ, անավարտ մնացած է Մեսրոպ Մաշտոց վեպը, չգրծած ամբողջացնել, իսկ 2018-ին Փակինի մեջ լույս տեսավ իր անդիպ Հովնան Մեծադուն թադերախաղը, որ այդ մինչև այն ադեն անդիպ էր։ Ուրեմն հիմա պիտի գարտանք միասին Քաչնազարի մուտքը։ Հոս բատմողը ունի ինքը, այսինքն տեխնիկ մնե որ փեմատրիչները կգործածեն, պիեսը ներկայացնելու կամ ժողովուրդը մուդի մեջ տնելու։ Այսպիսի բամի ես փորձեցի 2016-ին, ուր կորձայեցի տերասաններեն մեկը, փեմ եկավ եւ մյուս տերասանները կանչեց եւ մեկ առ մեկը սա որ ով են եւ ինչ իրենց տերը ինչ է։ Իդալական արտիկլ խարգի մեջ։ Ուրեմն հոսալ նման բան մգնե։ Քաչնազարը հեքիաթ կոմեդիա նորա փոքր մեծերի եւ մեծ փոքրերի համար։ Այսինքն արդեն սկացիկ որ շունչը ինչ պիտի իլա։ Նախապան, վարդակույն փած անող, ժտացեն, քերուկ ու բարի մարդ, արևելյան բատմուջանով։ Բատմուջանը քեյփ է։ Դուրս է գալիս նախապեմ ու թիմում հասարակությանը։ Okay, հիմա այս մարդը, որ վարակույր բացողն է, գխոսի։ Վարակույրն արջևենք, չէ բացված վարակույրը։ Սիրելի հասարակին, մեծին ու բսագին, ուրախ շամու ողջույն շատ։ Բադիվ ունենք հայտնելու հարկերի հանդիսականներիդ, որ Քաչնազարը եկել է եւ այժմ թատրոնում են։ Շենքի մեջ է։ Հենց նոր դեղս ժամանեց իր խմբով Նազարստան աշխարհի Նազարաշեն քաղաքից եւ հերոսական քրտինքների մեջ շաբի եկող։ Հերոսական քրտինքների մեջ։ Ու եթե իր քաչության գադաղի թափից փեմ փեմի դախտագամածը չխորդավի, քաչագորով Նազար փեմի վրայից պիտի ընդունե ամենքիդ այդ արքայաբար։ Հաստատում ենք նրա առանձին սերն ու խնամքը, որ դարձում է թեպի ձեզ։ Եվ մինչև քերակույնը ինքը անցամ դուրս կգա փեմ ամենքիդ տեսությունը երջանկացնելու, իր իսկ փեմով ձեզ ողջույն հրամայեց նախապես։ Շատ բարև է անում ձեզ ինքը Քաչնազարը, նրա գինը Ուստյան խանումը եւ ծնտած դիրացու։ Եվ շատ բարև են անում Զորբաստանից հերոսները։ Զորբաստան։ Զորբան փենով գրված է, բայց Զորբաստան է։ Սարսափելի Սակոն, Աշխույժ Տամատան, Մակաղաթե Վարժաբեդը, Ալախոսիկ Վերդերը եւ մյուսները։ Եվ շատ բարև ունեն 7 հսկաները, Զորբաստանի իմաստուն Ղորոփուղան, Խելքի ձով Թալունքիզը, Խոզենին, Արչատոտոշը, Ղարաղուղա, Օրոնտին, Ուստումը եւ սրանց քույր Պերիշան։ Եվս նաև բարև ունեն ջարդարախոս Սենեգաբեդը, Նազիր Վեզիրը, բարադականները, զորքը, ժողովուրդը, վակրը եւ ամենը։ Եվ վերջապես շատ բարև ունին այս ցուցազներգության հեղինակը, որ այս ռոբեիս թատրոնում չէ։ Իր քննադատների օրհրտով քննացել է ակրորի մոտ երկեցողության թասարժի։ Հարցը վերջանալուն մեզ նա է թատրոնի լիքա։ Այժմ շատ է համեստացնել նրան։ Եվ եթե այս երեկո ձեզի չհանդիպի, այլ հերոսի պես ինքն էլ անսպասելի փախտով ձեր ծափերին ցայնը լսե, համեսօրեն փեմ մի դուրս գա վերջին արարի մեջ իր շնորհակալությունը հայտնելու ձեզ։ Հոնար ողջույն է գալիս հանդիսականներին եւ ապա իր երկար խաղազանով պատանելով բարակույրը։ Ավասիկ նախապանը։ Պիեսը ավելի անշուշտ 3 արար է եւ ամեն արգածները կան պիեսի մեջ Քաչնազարի, բայց Քաչնազարի պատմությունը ցանոթ է բոլորին, չէ՞։ Վերի վարո, ադենե որ վերադառնաք Քաչնազարին։ Գամ եթե Երևան եք եւ փեմատությունը գա, որ եւ հաջող կփեմատրեն Քաչնազարը,
արժե տեսնել։ Գարձեմ նաև Երևանի Դիգնիգային թատրոնը մարիոնետ թիեթրը գմփեմատրեասիա պուբլիկներով, բայց մարտահասակ պուբլիկներով, ոչ թե ադիգայ աղվոր արշուշտ մարտահասակ պուբլիկներով։ Լավ, Քաչնազարը առաջին հրատարակություն, այսօրվա մեր վերջին թեմքը, Բարույր Սևակ, մահվան 55-ամյակն է, 1971, ծնած է 1924, գամ 24 հունվար, գամ 26 հունվար, հայտնի չէ ճիշտ։ Արարատի մարզի Չանախճի գյուղը։ Գյուղը իր մայի հետ վերջերս մանավանդ անունը փոխեց եւ եղավ Զանգագադուն գյուղին անունը։ Գիտեք ինչու։ Անլրելի Զանգագադուն իր կորձին վերնակիրեն արին, գյուղը իր անուն դարձավ Զանգագադուն։ Բարույրը Ռաֆայել եւ Անահիտ Ղազարյաններուն երկրորդ զավակներ։ Սակայն առաջին զավակին Գանուխ Մահվնեի հետ դարձավ իր ընտանիքի միակ որդին։ Գրել եւ գարտալ գսկսի 5 տարեկանին։ Այդ տարիքին դպրոց չէին ընդուներ։ Զինք դպրոց կտնեն եւ օրենքի թեմեր այդ տարիքին իր դպրոց երթալը, ուրեմն դպրոցի դնորին հadoop կարգադրությամբ կբահեն զինք դպրոցի մեջ։ Մանուկ հասակի շատ կգարտար, իսկ 11 տարեկանին բանաստեղծություն կսկսի գրել։ Ինքը գսե որ այդ տարիներուն որոշած էր հայոց պատմություն գրել։ Ամբողջ հայոց պատմությունը։ Բզիկ տարիքին։ Վերջը գսե անդրադարձավ, որ իմ կորձս չէր։ 37-ին, չէ 36-ին գլսե որ Եղիշե Չարենցի քիրք ճանապարհին պիտի վերցվի դպրոցի գրատարանեն կամ քյուղի գրատարանեն, որովհետև Չարենցը persona non grata էր արդեն եւ պիտի սպաննեին զինք։ Գերտակ կողնա քիրքը գրատարանեն, որպես ինքը բայե եւ դունը գարտա։ 1940-ին դպրոցը Քերազանց նշումով կավարտե եւ գտնվի Երևանի Պետական համալսարանի Philological Department Փանասիրական ինստիտուտը, ուր հայերեն կսորվի, շրջանավարտ կլա 45-ին։ Կսկսի աշխատել ավանգարդ թերթի մեջ եւ ժամանակին գոյություն ուներ մշակութային գաբի գոմիդե, որ հանձնախումբ մներ, որ արդասամանի մեջ հայերում մոտ համայնավար պրոպագանդա անելու գծարայր, հոնք աշխատի ադեմը։ 1942-ին սովետական գրականություն եւ արվեստ ամսակրի մեջ 3 բանաստեղծություն կդպվի իր մե։ Այսինքն 18 տարեկան է։ 49-ին 51 գրական թերթի խմբակիր է, 51-ին գերտա Մոսկվա։ Հոն ուսում գստանա Մաքսիմ Գորկիի անունով գրականության հիմնարկի մեջ, շրջանավարտ կլա 1955-ին։ Գմնա Մոսկվա եւ այդ հիմնարկի մեջ Մաքսիմ Գորկի տասկուդա ռուսերենով։ Մինչև 59 այդ դարիներուն է որ գրած է անլրելի Զանգագադունը։ Գվերադառնա Երևան, գմտնե նշանավոր ակադեմիան, Հայաստանի ակադեմիան, իբրև ավակ գիտաշխատող, senior researcher։ 66-ին գտարնա Հայաստանի կրոններու միության քարտուղարը։ Հաջորդ տարին 67-ին գբաշխտանե Սայատնովա անունով իր դոկտորականը, թեզը։ Գբատմեն, որ երբ որ մի գարտար իր թեզը, շենքի մեջ նախսրայի մեջ դեղ չի գար, սանտուխներու վրա մարդիկ կեցած են մդի գնելու զինքը։ Այդ աստիճան անուն անած էր։ Եվ չդեսնված բան է, Հայաստանի մեջ դոկտորայի աստիճանը համալսարանը չի դար։ Համալսարանը քեզի կանդիդետ կնե միայն։ Բարձրակույն ավելի բարձր համալսարաններ են բարձր, խորհուրդ մգա, council մգա, որ
անիգա է գորոշե որ տուն գնաս դոկտորա ունենալ ադովապար բոլոր համասարանի դասախոսները գտեսնեք որ տեխնացու են կանդիդատ են դոկտոր չեն այդպես գտեսնեք իր բարակային բացառություն գնեն եւ որ թեզը գարտա անգե դու գորոշեմ որ ասմարտ դոկտոր է եւ այդպես ալ գլա դոկտոր գտարնա հաջորդ ուրեմն 70-ին գուդան իրեն դոկտորայի աստիճանը 71-ին հունիսի 17-ին ինքնաշարժի արգածով մահացավ Well, մինչև այսօր հստակ չէ, թե ինչ պատահած է։ Ինքը իր գնոջ եւ զավակին հետ, զավակներուն հետ, քյուրեն գելլե դեպի Երևան երթալու, ջամփուն վրա հսկա փերնադար կամիոնը, կարկը, գզարնվի իրեն, կամ ինք գզարնվի, եւ դեղն ու դեղը այրուգին կմահանան, զավակները ողջ կմնան։ Գսվի բատնությունը այնպես է, որ այդ կամիոնը քշողը սա որ ինքը քշել չէր գիտեր։ Եվ զանազան մարդիկ, համայնավար գուսակցության ծառայողները ասին, որ լավ քշող չէր։ Սևագը։ Բայց ուրիշներն ալ գսեն, որ չէ։ Ասիգա շինձու ուրեմն մեղատրանք է իր նկատմամբ սպանեցին զինք իր շատ համարձակ Հայրենասիրությունն ոչ այնքան որքան համարձակություն եւ հիմա բիդեսնեք ինչու համարձակ բանաստեղծություններուն եւ սովետական գարկերուն թեմ քրություններուն համար բոլոր փաստերը բոլոր թուղթերը բոլոր արձանագրությունները իր մահվան անհետացած են չկան գոյություն չունի մեկը չի գնար ասել որ այո փաստված է քանի բստիկ փաստեր կան մեկը այն է որ Կամիոն քշողը Պերնադար գարկին վարորդը 2 դարվան համար փանդարգվեցավ։ 2 տարի մեջ փանդեն հանեցին եւ Մոսկվա ղրգեցին։ Մարդու։ Մինչև այսօր գարձիկ կա, որ սպանված է, բայց թուղթի վրա արձանագրված բոլոր փաստերը անհետացած են Պետրոս։ Ուրեմն Շատ կասկածներ կան, որ սպանված են, նույնն է Մինաս Ավետիսյանի բարական։ Մինաս Ավետիսյանը, որ նկարիչ էր, օպերայի շենքեն, գիտեք օպերայի շենքը, դուրս կելլե, գիտեք սանդուղքներ կան, որ վարգիչն է։ Վարեն աթրաբարագեն, ջիպ մգուկա, սանդուղքներեն վեր գելես ինքը բադին կկամ է։ Ետ կերտա, ետ կուկա, եգորդ անգամ։ Ասիգա իսպանություն չէ, ապա ինչ է։ Բարույր Սևագի կործերը, անմահները հրամայում են 1948-ը, անլրելի զանգագադուն, գարձեմ 1959 է, մեկ վարգյան, այո, մարդը ափի մեջ, 63 և եղիցի լույս կնշանագե let there be light, ասիգա աստծո խոսքն է, որ երբ արևը ստեղծեց, ասավ թողլա լույս, let there be light, իր պլաստեղություններու հադորին վերնակինն է, և հիմա պիտի գարտանք միասին, այո, Ղազարյան, չեմ գնար վստահորեն բարձխանել կեզի։ Որտեղ հետաքրքրական բան ունի, այսինքն Թիմակից։ Այո, որտեղ Հայաստանցին, փնիկ Հայաստանցին շատ ադեն գտեսնես մենց քիթով ավելի եւ ինքը այսինքն նայ Շրտուկները նայեցեք։ Աս լուսանգարը Բեյրութ շատ նշանավոր լուսանգարիչ մգար, Վարուժանի գբատկանի ասիգա, ստորակրված է Վարուժան, վարը։
Martel gա martel։ Բանաստեղծությունն է։ Մարդ կա եւ մարդ կա։ Մարդ կա ելել է շալակն աշխարի։ Շալակը գրնագը ուսը։ Մարդ կա աշխարհն է շալակած տանում։ Դու աստուն ինքին խոսիգոր։ Դու որ սխալվել սակայն չես սդել։ Գործրել ես հաջող, բայց նորից կդել։ Դու որ սայտակել ու վայր ես ընգել ես սակայն երբեք չես ձնգել ձունգի կալ։ Ինգած ես, բայց ձունգի չես եկած։ Այլ մաքլցել ես գադարից գադար, եղել ես անվերջ, բարձրացել ես վեր, քո ահեղ թարից առնելով թևեր, եղել ես, որ ողջ աշխարհը տեսնես, ու անօրինակ քո թարը տեսնես, բոլոր գերբերով դու նորան սկաս, շահածով խնդաս, գորուստով սկաս, եղել ես իբրև նրա մունեդիգը փողոցները բդդող եւ հայդարարություններ բորացողն է քյուղերում մեջ։ Անոր գելե թակավորը սավ եղել ես իբրև նրա մունեդիգ, նրա հերուն սկաս իբրև մոդիգ, որ ճշմարտության ափերը տեսնես։ Ձպտված սդին խապելը տեսնես, որ չվախենաս, որ չվարանես, անարտարության թեմքը խարանես, խարանել կնշանակե ոչխարներուն վրա, գենթայներուն վրա երգատով, դակցված երգատով նշան դնեն։ Ահա թե ինչու դու այս կանդարի, դու որ հարազատ ծնունդն ես թարի, քայլում ես անթուլ, առաջ ընտանում, քայլում ես այնպես ձանր ու վիթխարի, ասես աշխարհն ես շալակած տանում։ Ինքին համար է ասիգա։ Մարդ կա աշխարհն է շալակած տանում։ Մարդ կա ելել է շալակած շալակն աշխարհի։ Հիմա ուրեմն հոն պիտի կանք։ Նա ով ելել է շալակն աշխարհի, աշխարհում երբեք թացտեղ չի կնում։ Գիտի, թե ում հետ եւ ուր է գնում, ում մերելին է անարցունք լալիս, ում խոսքի վրա սդից ձիծաղում, ում հետ դինջ նստած նարդի է խաղում, գիտե որում պիտի խոսի, որում պիտի խնդա, որուն հետ նարդի պիտի խաղա, որուն արջև սուդ արծուկ պիտի տապե։ Հարկ եղած դեպքում եւ դանուլ դալիս, այսին պետք է լա խաղը գործընծնի։ Վերից է նայում ծածրգանքածին, չի նայում երբեք ներքև ընգածին, վերև գանքնածին, հիմա ինչպես կսեք, որ ասիգա սովետական չէ, սովետական խավերուն թեմ չէ, վերև գանքնածին, աղջգան, որդուն, սիրուհուն անգամ, ու կարդուարին ոնց է կսմսվում և շողոքորթում։ Որտեղ մի բադար յուղ, մի բադար չաղ, լեցուն և յուղալի, գանքնած է այնտեղ նա երգյուղալի, հեշտ զրբարդում է, երբ տեղն է կալիս, նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս։ Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, հարազատ մորից ու որդուց ավել, աշխարհում նա իր աշխարհն է սիրում։ Սուդ է, նա այնտեղ իր շահն է սիրում։ Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, նա բատմության մեջ իր թարն է սիրում, սուդ է,
նա թարի ավարն է սիրում։ Ավարը բادرազմին մնացած ինչ որ թշնամին գցկե եւ գերտա։ Այո, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում։ Նորը հոստիտմամբ տրված է, որտեղ սովետները գսեին մենք նոր աշխարհ ստեղծեցինք, նոր ընկերություն մփացինք, նոր գարկեր հաստատեցինք։ Մեր նորը ադոր գերտա։ Սուդ է։ Նա միայն իր փորն է սիրում։ Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր քաղաքապարական իր հորն է սիրում։ Սուդ է, ոչ հորը, ոչ մորն է սիրում։ Թանկ չէ ոչ որդին, ոչ էլ թորը։ Քաղաքապարական հայրը Լենինն է։ Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սիրում է կյանքում նա իր աթոռը։ Աթոռն է սիրում ու նրան դիրում ցանկացած քնով ելնում է նավեր, փորձում է թրջել առանց թևերի, անվերջ սողալով արջև է գնում է այնպես եւ դարեց տարի ելնում է այսպես շալակն աշխարհի։ Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ ալ կա ելել է շալակն աշխարհի։ Ինչպես չսպանեն աս մարդուն։ Եթե ախորժակ ունենաք բարույսևակ նորեն գարտալու, գարտացեք առաջատրանք աշխարհի բոլոր հաշվիչ մեքենաներին։ Proposition to the world's computers։ Ուր գսե, եթե աշխապ հաշվել գիտեք, հաշվեցեք մեմը, թե աղջիկը, որ սիրածին գնայի, այդերը ինչպես կգարմրին, բայց այդ գարմրության դակության չափը հաշվեցեք։ Գարտացեք ադիգա հոյագա ադիգա սկիզբը բիպերեի առաջատրանք աշխարհի բոլոր հաշվիչ մեքենաներին, գազմածներին, ասանք բամբնի, սարքերին, հաշվիչ սարքերին է գարձեմ։ Հետո գարջ պլաստեղություններ ունի, օրմը բիպերեմ մեկ ադը, մի աչկանին, մեկ աչկով եմ նայում կյանքին, մյուս աչկս աբագուց է, աբագի է, բայց այն մեկ աչկով, քոց աչկով, ավելի բան կտեսնեմ կամ բաց աչկով։ Բարուսեբակ։ Տեկեյանի մեկ ադիգը։ Եվ այսպես հասավ վերջավորության դարետարցներուն և դարելիցներուն։ Շնորհակալություն որ մտի գրեք։